Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները մարտի 12-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր։ Մագնուս Բրուները շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել օպերատիվ կառավարման կենտրոնի և բարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին և ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։ Օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվել է նոր գործարկված եվրոպական ստանդարտով 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը միավորում է փրկարարծառայության և ոստիկանության զանգերը։ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին է ներկայացվել քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների գործունեությունը։ Մագնուս Բրուները համալիրի զինանոցում, հրաձգարանում և մարզասրահում ծանոթացել է բարեկային ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստականության համար նախատեսված պայմաններին, ինչպես նաև Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։ Հիշեցնենք, ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համալիրը գործարկվել է ՀՀ կառավարության, ԵՄ և ԱՄՆ գործընկերների համատեղ ջանքերով։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շերամի փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարտի 10-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 52-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվեցին և առգրավվեցին ավելի քան 92 գրամ ափիոն, 69 գրամ մարիխուանա, անհայտ ծագման հաբեր, շագանակագույն հեղուկով ներարկիչ, նույն գույնի հետքերով ներարկիչներ, տարաներ, կշեռքներ, ինչպես նաև դյուրակիր համակարգիչ, պլանշետ և բջջային հեռախոսներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում ստացվեցին նոր տվյալներ, այս անգամ արդեն ապօրինի պահվող զենք զինամթերքի վերաբերյալ։ Մարտի 12-ին վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաև տղամարդուն պատկանող ավտոտնակում։ Հայտնաբերվեցին օդաճնշիչ, մարտական ու մեկնարկային մեկական ատրճանակ, փամփուշտներ և զինամթերք։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ, արագ արձագանք։ Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրի պարտականությունն է, արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց և կազմակերպությունների միջոցով մի ստացեք և մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն և չեք դառնա զեղծարարության զոհ։
Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։